Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքին մենք շարունակում ենք ձեր ուշադրությանը ներկայացնել մեր ավանդական թեմատիկ զրույցները։ Այս նախորդ շաբաթվա ընթացքում ուղիղ 1 շաբաթ առաջ, երկուշաբթի օրը Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը գաղտնագողի նախաձեռնել էր ընտրական օրենսգրքում փոփոխություններ, որոնք միտված էին կոնկրետ ընտրապայքարի դուրս եկած մեկ քաղաքական ուժի դեմ, փորձելով խափանել դժվարություններ, արհեստական խոչընդոտներ ստեղծել իրենց հիմնական մրցակցի համար։ Խոսքը վերաբերում էր ընտրական օրենսգրքի այն փոփոխությանը, որով արգելում էր անվանումների օգտագործումը, մարդու անձնանվան օգտագործումը դաշինքների անվանումների մեջ։ Այս պահի դրությամբ ընդամենը մեկ այդպիսի դաշինք էր ստեղծվել, դա Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքն էր, եւ ակնհայտ էր, որ այդ օրենքը ընդամենը մեկ մարդու դեմ ստեղծված օրենք էր։ Սա ընդամենը վկայություն է մի բանի, քիչ անց մենք խոսենք այդ մասին, որ այս իշխանությունները ազնիվ ընտրապայքարի ունակություն չունեն։ Նրանք շատ թույլ են եւ տկար եւ փորձում են միայն ապօրինի միջոցներով, անօրինություններով այս եղանակով կեղծել դեռ նոր մեկնարկած ընտրությունները։ Մենք փորձենք բացահայտել նրանց կեղծարար էությունն ու բնույթը եւ հասկանալու համար, թե ինչ անհավասար մրցակցային պայմաններով են նրանք փորձում գնալ այս ընտրություններին եւ անգամ այդ պայմաններում ինչ ձախողումների են նրանք հանդիպում։ Նախ ասեմ ձեզ, որ արդեն իսկ հայտարարվել է, որ հունիսի 7-ը Ազգային ժողովի հերթական ընտրության օր է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն սահմանել է ժամանակացույց ընտրական գործընթացը իրականացնելու համար, եւ ահա այդ ժամանակահատվածում ըստ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի իրավակարգավորումների ընտրական օրենսգրքում առհասարակ պետք է որևէ փոփոխություններ չլինեն, այսինքն օրենսդրությունը արդեն գործընթացի մասնակիցների համար պետք է լինի անփոփոխելի, բայց նրանք հատուկ են գնացել այդ քայլին, երբ որ մարտի 31-ին 3 քաղաքական ուժեր համախմբվելով ուժեղ Հայաստան կուսակցության շուրջ ստեղծել էին ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը։ Հիմա փորձենք առհասարակ հասկանալ, թե այս ընտրություններից առաջ ինչ ինստիտուցիոնալ մեխանիզմներ են ստեղծել, ինչ իրավակարգավորումներ գոյություն ունեն եւ որքանով է հնարավոր հաղթահարել այդ դժվարությունները։ Նախ պետք է ասել, որ արդեն իսկ անհավասար մրցակցություն կա այն իմաստով, որ Սամվել Կարապետյանը, որը այս պահին ամենաառանցքային, ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է եւ նրա ղեկավարած քաղաքական ուժը ամենամեծ հավանականությունն ունի հաղթելու Նիկոլ Փաշինյանին այս ընտրություններում, արդեն 10 ամիս շարունակ գտնվում է ապօրինի անազատության մեջ, զրկված է ազատ տեղաշարժի, ազատ խոսքի հնարավորությունից, ինչը որ ընտրական գործընթացի ամենաառանցքային պայմանն է, այսինքն ընտրություններին մասնակցել չի նշանակում միայն առաջադրվել։ Ընտրական գործընթացի բազմաթիվ մասնակիցներ կան, որոնք այդպես էլ падգամավորի տեխնացու չեն էլ առաջադրվում, նույնիսկ ցանկություն չունեն առաջադրվելու անկախ իրավական սահմանափակումներից։ Ընտրական գործընթացի մասնակցել նշանակում է հանդիպել թիմակիցների հետ, անցկացնել խորհրդակցություններ, ձևավորել կառույցներ, այցելել մարզեր, համայնքներ, ոլորտների ներկայացուցիչների հետ կազմակերպել քննարկումներ, ղեկավարել ընտրական process-ը։ Դրա համար մարդը պետք է ունենա ազատ շփումների հաղորդակցման հնարավորություն, ինչից Սամվել Կարապետյանը արդեն իսկ զրկված է, ստեղծելով միայն նրա համար նման անհավասար պայմաններ, բայց անգամ այդ պայմաններում նրա հեղինակությունը շարունակում է աճել, իսկ նրա համար այդ դժվարությունները ստեղծողների հեղինակությունը կտրուկ նվազել։ Հիմա փոքրիկ պատմական անդրադարձ, իսկ ինչ վերաբերմունք ունեին նման արդեն այսպիսի ընտրախախտումներ անող իշխանությունները, որոնք ընտրություններից առաջ թոշակներ են բարձրացնում ակնհայտ ընտրակաշառքի տրամաբանությամբ, ովքեր պետական պաշտոններ զբաղեցնելով իրենց ենթակա ոլորտների աշխատողներին պարգևավճարներ, աշխատավարձի հավելումներ են տալի ընտրակաշառքի տրամաբանությամբ, ովքեր ամենամեծ ծավալով չարաշահում են իրենց վարչական ռեսուրսը, ովքեր իրավապահ մարմիններին են ներգրավել ապօրինությունների մեջ իրենց մրցակիցներին դժվարություններ, նեղություններ պատճառելու համար։ Ահա այս ծավալի արդեն իսկ սկսած ընտրախախտումներով իշխանությունները բերեք հիշենք, ինչի մասին էին խոսում մինչև ընտրությունների գալը։ Նրանք խոսում էին
համատարած ընտրակեղծիքների մասին, նրանք քննադատում էին, որ ժամանակին բոլոր ընտրությունները եղել են ընտրախախտումներով, զանգվածային ընտրակաշառքներ են բաժանվել։ Շատ լավ, իհարկե որևէ ընտրախախտում, այդ թվում ընտրակաշառք բաժանելու դրսևորում չի կարող արդարացում ունենալ, բայց երբ որ դու իշխանության ղեկի ես, ուրեմն դու հնարավորություն ունես այդ մասին ոչ թե խոսել, այլ ապացուցել, այսինքն բացահայտել ժամանակին տեղի ունեցած ընտրախախտումները։ Առավել ևս, երբ որ խոսում ենք ամենատարածված ընտրախախտումներից մեկի, ընտրակաշառքի մասին, ընտրակաշառքը մի երևույթ է, որի մասնակից սուբյեկտները, որպեսզի ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունենա, այսինքն դա մասնավոր դեպք չլինի, որը չի ազդի, այլ եթե դա ազդել է ընտրության արդյունքի վրա, նշանակում է այդ գործընթացի մասնակից են եղել 100,000-ավոր մարդիկ, այսինքն մի քանի 100,000 մարդ վերցրել է ընտրակաշառք, մի քանի 100,000 մարդուն ընտրակաշառք կարա տա մի քանի հազար մարդ, ընդ որում պետք է մեխանիզմներ լինեն դա տալու համար, չէ՞։ Հիմա եթե այդքան մարդ ներգրաված է, հնարավոր չի բացահայտել նրանցից մի քանիսին, շղթան ամբողջությամբ պարզել եւ ասել, ահա տեղի ունեցել ընտրակաշառքի դրսևորում։ Փորձել են։ Իդեպ 2020 թվականին Գագիկ Ծառուկյանին հենց դրա համար էին ձերբակալել։ Զրկեցին ազգային ժողովում նրան անձեռնմխելիությունից, հարուցեցին քրեական գործ, խուզարկություններ իրականացրեցին նրա բնակարանում, նրան պատկանող տարածքներում, հայտնաբերեցին այդպես ասած ղազագրեր, որոնցից պարզվեց մեկի հեղինակը հիմա քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ հիմա այդ падգամավորի տեխնացու Սերգեյ Բագրատյանն է եղել, որ այն ժամանակ ԲՀԿ-ով ընտրվել էր падգամավորը, դրանից առաջ եղել էր Վայոց ձորի մարզպետ։ Հետո փողեր հանեցին, ցույց տվեցին եւ այլն, ձերբակալվել, կալանավորվել էր Գագիկ Ծառուկյանը, եթե հիշում եք 20 թվականին, բանտ էր նստել։ Իսկ վերջնարդյունքը ուշադրություն։ Գագիկ Ծառուկյանը արդարացվել է դատարանի որոշմամբ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի եւ նրա իրավապահ համակարգին չի հաջողվել ապացուցել, որ նման բան է տեղի ունեցել։ Հետևաբար եթե դուք չեք կարող դա ապացուցեք, այլևս ո՞ց կարող եք դրա մասին առհասարակ խոսել։ Իսկ երկրորդ դեպքը իսկի չեկել նախաձեռն է։ Այսինքն կամ ստացվում է, որ դուք զազրախոս եք, կամ անպիտան, որ հսկայական իբր խախտումների մեջ գալով իշխանության դա չեք կարողացել բացատրել, մինչ օրս շարունակում են խոսել դրա մասին։ Իսկ եթե ժամանակին եղել էին ընտրախախտումներ, մասշտաբային, կենտրոնական ընտրական հանձնաժողովին մեղադրում էին նկարչության մեջ, թվեր նկարելու մեջ, ընդդիմության ձայները կեղծելու մեջ։ Եթե մեկը դա արել է, ուրեմն դա արել է կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այդ տարիներին կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարել է Տիգրան Մուկուչյանը։ Երբ որ 2018 թվականին տեղի ունեցավ ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, Նիկոլ Փաշինյանը պաշտոնից հեռացրեց եւ ստիպեց նույնիսկ անկախ մարմինների ղեկավարներին հեռանալ իրենց պաշտոններից, հրաժարականներ տալ։ Ով էլ որ չէր համաձայնվում, հետևողական պայքար են իրականացնում նրա հետևից։ Օրինակ, Սահմանադրական դատանում, երբ որ Հրայր Թովմասյանը հրաժարվեց հրաժարական տալուց, նույնիսկ սահմանադրություն փոխեցին այդ խնդիրը լուծելու համար ապօրինի եղանակով։ Մնացած բոլոր պաշտոնյաներին հեռացրեցին, բոլորին հեռացրեցին, չգիտես ինչու, պահեցին Տիգրան Մուկուչյանին։ Տիգրան Մուկուչյանին ոչ ոք 18 թվի հեղափոխությունից հետո պաշտոնից չի հեռացրել, նույնիսկ պահանջ չեն դրել։ Եվ ահա պարզում է, որ այդ ընտրակեղծարարության կազմակերպիչ, թվեր նկարագրող իրանց խոսքերն եմ ասում էլի։ Տիգրան Մուկուչյանը 2018 թվականին կազմակերպում է Նիկոլ Փաշինյանի համար Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները։ 2018 թվականի դեկտեմբերին կազմակերպում է Նիկոլ Փաշինյանի համար ազգային ժողովի արտահերթ ընտրությունները։ Տիգրան Մուկուչյանը շարունակում է մնալ իր պաշտոնում, մինչև 2021 թվականի անգամ ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ եղել է նույն ինքը Տիգրան Մուկուչյանը։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը բոլոր այդ ժամանակներում եղել է Արմեն Սմբատյանը, ով որ ուշադրություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը նաև հիմա նույն մարդը հարց առաջանում։ Բայց եթե Տիգրան Մուկուչյանը, Արմեն Սմբատյանը նրանք ընտրակեղծարարներ էին, ամբողջ այդ ժամանակ ընտրությունների արդյունքներ են կեղծել, այդ ո՞նց sense
հրաշագործվեցին, մաքրագործվեցին, այդ ինչ հրաշ տեղ ունի։ Այսինքն եթե նրանք ընտրություններ են կազմակերպում Նիկոլ Փաշինյանի համար, նրանք դառնում են ամբասիր։ Եթե նա եղել է ընտրություններ, որտեղ Նիկոլ Փաշինյանը չի հաղթել, նրանք եղել են ընտրակեղծարար։ Խոսքը նույն մարդկանց մասին է։ Իհարկե դες բան դժվար է պատկերացնել։ Իսկ ընդհանրապես ընտրակեղծարարության երևույթի հիմնադիրը մեր երկրում ոնց որ թե այդ անվանում այդ երևույթը կապված է Գագիկ Ջահանգիրյանի անվան հետ, որը այս իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է եղել։ Իդեպ ասեմ, որ Գագիկ Ջահանգիրյանը եղել է 1995 թվականին, երբ որ անցկացվում էր առաջի գումարման ազգային ժողովի ընտրություն եւ նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման հանրաքվե, եղել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Այդ ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարում էր Խաչատուր Բեզիրջյանը, մի չափազանց համեստ, զուսպ, աչքի չընկնող մտավորական գործիչ, այն ժամանակ ՀՀՇ-ի ներկայացուցիչ, այսինքն նրան իր այդ դրական կերպարով նշանակել էին որպես հանձնաժողովի նախագահ, բայց հանձնաժողովի ամբողջ ֆունկցիոնալ գործունեության ղեկավարումը իրականացնում էր Գագիկ Ջահանգիրյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը Վազգեն Սարգսյանի մտերիմն էր, որպես հանդես գալիս, որովհետև Արարատի մարզի Արարատ գյուղից էին, որպես հայրենակիցներ եւ մերձավոր դաշնակից։ Իդեպ ասեմ, որ Գագիկ Ջահանգիրյանը այն ժամանակ է շատ լավ եմ հիշում, ուսանող է եւ հետեւում է քաղաքական process-ներին, մամուլ եմ այն ժամանակ հրապարակումներ կար, որ ԿՀ-ում քվեարկությունները կատարվում են Գագիկ Ջահանգիրյանի գրիչի շարժումով։ Այսինքն եթե քվեարկություն ալնում, Գագիկ Ջահանգիրյանը գրիչը բարձր է պահում, ուրեմն պետքա ենթադրենք պատահական եմ ասում էլի, կոնկրետ չգիտեմ իրանց պայմանավորվածությունը։ Եթե բարձր է պահում, պիտի կողմ քվեարկե, եթե գրիչը ցածր է պահում, պիտի դեմ քվեարկե։ Նույնիսկ պատմում էին կատակով, որ մի անգամ Գագիկ Ջահանգիրյանը քվեարկության ժամանակ շփոթվել է գրիչը ներքև պահել դեմ են քվեարկել, այնիշ պիտի վերև պահածել էր, ինքն է շփոթվել, բայց գրիչի շարժումով ղեկավարվել է եւ 95 թվականի ընտրությունները համարվում էին առաջին ոչ վստահություն ներշնչող ընտրություններ եւ Սահմանադրության ընդունման եւ ազգային ժողովի ընտրության, որտեղ օրեն ժամանակվա իշխանությունները հաղթել են։ Իդեպ ասեմ, որ այդ ժամանակ 95-97 թվականներին Գագիկ Ջահանգիրյանը զբաղեցրել է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ լինելու նրա կենսագրական տվյալները բացակայում են նրա կենսագրությունից։ Ոչ Վիկիպեդիայում կա հիշատակում այդ մասին, ոչ է դատական իշխանության կայքում, այսինքն ինքը հիմա խնամքով թաքցրել է ԿՀ-ի նախագահի տեղակալ լինելու իր կենսագրական տվյալները։ Եվ ահա այդ ընտրակեղծարարության, որը նաև կոռուպցիայի հիմնադիրներից մեկը Հայաստանում, այս իշխանության ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է եղել։ Դեռ 2008 թվականին եղել է Մարտի 1-ի իրադարձությունների կիզակետում քրեական պատասխանատվության է ենթարկվել, ձերբակալվել է այդ ժամանակ, իսկ 2012-17 թվականներին եղել է ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ միասին նույն խմբակցությունում։ Իսկ 2021 թվականի հունվարի 22-ին ազգային ժողովի ուրեմն Իմ քայլը խմբակցության կողմից ընտրվել է բարձրագույն դատական խորհրդի անդամ ու անմիջապես ստանձնել է բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը, այն դեպքում, երբ որ նա ԲԴԽ-ի անդամ չէր կարող ընտրվել, որովհետև արդեն 65 տարին լրացրած էր, իսկ օրենքով 65 տարեկանից բարձր տարիք ունենալուց արդեն ԲԴԽ-ի անդամները պետք է գնան թոշակի։ Եվ այս ապօրինությունների հեղինակը, որը նաև ընտրախախտումների ամենակարկառուն դեմքերից մեկն է եղել, այս իշխանության ամենախրախուսվող գործիչներից մեկն է եղել։ Հիմա գանք կենտրոնական ընտրական հանձնաժողովին, երբ որ խոսում ենք ընտրությունների կազմակերպման մասին, այդ գործընթացի առանցքային հիմնական պետական իշխանության մարմինը դա անկախ սահմանադրական մարմին հանդիսացող կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գաղափարախոսությունը, տրամաբանությունը կայանում է դրանում, որ այդ հանձնաժողովի կազմը, այսինքն անդամները, պետք է լինեն անաչառ պրոֆեսիոնալներ, որովհետև երբևէ պիտի առնչություն ունեցած չլինեն քաղաքական գործընթացների հետ, ցուցաբերեն քաղաքական չեզոքություն ոչ միայն իրենց պաշտոնավարման շրջանում, ինչ իրենց պարտականությունն է,
այլ նաև քաղաքական կաշկանդվածության որևէ էլեմենտներ չունենան իրենց կենսագրության ընթացքում։ Օրինակ ժամանակի ընթացքում շատ են լինում մարդիկ, գործիչներ, ովքեր որ ընտրական գործընթացների, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման տարբեր ծրագրերում են ընդգրկված լինում, հասարակական ոլորտում են լինում, պետական կառավարման երկրներ կան, որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները հիմնականում պրոֆեսիոնալ իրավաբաններ են, փաստաբաններ, նախկին դատավորներ, այսինքն մարդիկ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում ցուցաբերել են անաչառ, հավասարակշռված արդարադատության գաղափարները պաշտպանող գործիչներ։ Ենթադրվում է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմն էլ պետք է այդպիսին լինի, որպեսզի երբ որ քաղաքական ընտրություններ են, այսինքն տարբեր քաղաքական ուժեր մասնակցում են եւ նրանց վերաբերյալ պետք է որոշումներ կայացվեն, այդ որոշումները երբևէ կասկածի առարկա չեն կարող լինել։ Եվ հանձնաժողովի անդամ, հանձնաժողովի նախագահ տեխնացու առաջադրելուց այդ սկզբունքները պետք է հաշվի առնեն։ Իսկ հիմա բերեք տեսնենք, թե ովքեր են ղեկավարում Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով, ովքեր են ընդգրկված դրա կազմում։ Դա մեր հաջորդ լուսանկարն է։ Ուրեմն Տիգրան Մուկուչյանին կենտրոնական ընտրական հանձնաժողովից հեռացնելուց հետո հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վահագն Ալեքսանյանը։ Ներողություն, Հովակիմյանը, Ալեքսանյանը, շփոթեցի, ներեցեք, Վահագն Հովակիմյան։ Վահագն Հովակիմյանի կենսագրությունը, որ նայում ենք, 98-99 թվականներին աշխատել է Օրագիր թերթում որպես լրագրող։ Հիշեցնեմ, որ այդ ժամանակ Օրագիր թերթի գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 99-2012 թվականին աշխատել է Հայկական ժամանակ օրաթերթում որպես լրագրող։ Այդ ժամանակ Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 2012-13 թիվ Դարեսկիզբ ՍՊ տնօրեն, Դարեսկիզբ ՍՊ-ի հիմնադիրը Նիկոլ Փաշինյանն է։ Զուգահեռ զբաղեցրել է Մեր տպարան ՍՊ-ի փոխտնօրենի պաշտոնը։ Մեր տպարան ՍՊ-ի հիմնադիրներն են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը։ 2012-15 թվականներին հանդիսացել է Ազգային ժողովի падգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնական։ Այսինքն, երբ որ Նիկոլ Փաշինյանը եղել է падգամավոր, Վահագն Հովակիմյանը եղել է նրա օգնականը։ 2017-19 թվականին հանդիսացել է ԱԺ երկխմբակցության փորձագետ։ Խմբակցության ղեկավարը եղել է Նիկոլ Փաշինյանը։ 2018 թվականի սեպտեմբերին ընտրվել է Երևանի ավականու անդամ, համամասնական ցուցակը գլխավորել է Նիկոլ Փաշինյանը։ 2019-21 թվականներին Ազգային ժողովի падգամավոր, երբ որ Նիկոլ Փաշինյանը եղել է վարչապետ։ 2021-22 թվականին նույնպես եղել է Ազգային ժողովի падգամավոր Փաշինյանը վարչապետ։ 2022 թվականին ընտրվել է Ազգային ժողովի կողմից, միայն իրենց խմբակցության կողմից, ընտրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ընդ որում ինքը այդ ժամանակ падգամավոր եղել, ինքը մասնակցել է իր ընտրությանը եւ ուշադրություն, իր ձայնը եղել է որոշիչ, այսինքն եթե ինքը չմասնակցեր քվեարկությանը, մի ձայն պակասել լինելու եւ ինքը չէր ընտրվելու։ Ընդ որում մի մարդ, որը որ կրթություն էլ նորմալ չի ստացել, այսինքն կրթության, որ ասում ենք լրագրող բան, դա չի նշանակում, որ ինքը մասնագիտությամբ լրագրող է։ Պետական համալսարանում 2 ֆակուլտետեր ընդունվել է, ոչ մեկը չի ավարտել, падգամավոր եղած ժամանակ Մխիթար Խորենացու անվան մասնավոր համալսարանում հերրակա բակալավրիատ ավարտել իրավագիտություն մասնագիտությամբ, падգամավոր եղած ժամանակ։ Հիմա այս մարդը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է, այսինքն ընտրությունները կազմակերպող առանցքային պետական մարմնի ղեկավարը։ Մարդ, որի ամբողջ կենսագրությունը, այսինքն ինչ իր գիտակցական կյանքը ձևավորվել է, եղել է Նիկոլ Փաշինյանի օգնական, նրա ենթական։ Հիմա նա պիտի ընտրություն կազմակերպի, որով հնարավոր է ենթադրենք ժողովրդի կամքով Նիկոլ Փաշինյանը չընտրվի։ Ու սա սրանք համարում են հավասար մրցակցային պայմանների ստեղծում։ Անցնենք առաջ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյան 2014 թվականի հունիսին նշանակվել է եւ 16 թվականի հոկտեմբերին ընտրվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։ Այսինքն, մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը նախորդ իշխանության օրոք նա դարձել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։ 2022 թվականին նորից ընտրվել է
կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Շատ հետաքրքիր պերսոնաժ է Արմեն Սմբատյանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը։ Ուրեմն Արմեն Սմբատյանը կենտրոնական ընտրական հանձնաժողովում աշխատում է ուշադրություն 2011 թվականից։ Այսինքն նախորդ իշխանությունների ժամանակ գրեթե բոլոր ընտրություններին նա եղել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ու միշտ եղել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի Կամո Արեյանն է էս ոլորտի 11 թվականից ու նախորդ իշխանությունների ընտրակեղծիքներին մեղադրողները նրան 2022 թվականին առաջադրել եւ ընտրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ ու նորից ընտրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար։ Իդեպ ասեմ ձեզ, որ Արմեն Սմբատյանի մայրը Սոնա Մարգարյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Եղեգնաձոր համայնքի ավականու անդամ։ Այսինքն ակնհայտ է նրա քաղաքական կաշկանդվածությունը եւ կապը քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, չնայած որ ժամանակին ինքը հպարտությամբ կրել է նաեւ հանրապետական կուսակցության կրծքանշանը եւ կարող է պատահի հենց հանրապետական կուսակցությունը կարող է պատահի ես իմանալով եմ ասում դերը նրա կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնվելու եւ այնտեղ գործունեություն ծավալելու իմաստով։ Ես թեկամի նաեւ շատ տարօրինակ յուրահատուկ դրվագ նրա կենսագրությունում, այսինքն լինելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար 2024-2025 թվականներին, այսինքն ընտրություններից 1 տարի առաջ պարոն Սմբատյանը ակադեմիական արձակուրդով 1 տարի գտնվել է Միացյալ Նահանգներում եւ մագիստրոսական կրթական ծրագիր է իրականացրել Կարոլինա նահանգի Դյուկ համալսարանի հանրային քաղաքականության Սանֆորդ դպրոցում։ Այսինքն նրան չեմ ասում տարել են, ինքը գնացել է սովորելու այդ տարիքում Միացյալ Նահանգներում ընտրություններից 1 տարի առաջ։ ԿԸԻ մյուս անդամներն են Արուսյակ Տերչանյան, ով մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովը 19 թվականին, 18-19, այսինքն ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո եղել է մշակույթի նախարարի խորհրդական, նախարար եղել է Լիլիթ Մակունցը, այնուհետև 2022 թվականին որոշ ծրագրերում աշխատել UNDP-ում եւ դարձել է ԿԸԻ անդամ, այսինքն այս իշխանության քաղաքական թիմի ներկայացուցիչը։ Աննա Գրիգորյան ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո 20-21 թվականներին աշխատել է վարչապետի աշխատակազմում, որպես վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական։ 21-22 թվականներին աշխատել է ազգային ժողովի աշխատակազմում, որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ 22 թվականին աշխատել է պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչությունում, որպես խորհրդական։ 22 թվին դառել ԿՀ անդամ։ Այսինքն այս իշխանությունների քաղաքական թիմի ներկայացուցիչ զբաղեցրել է հայեցողական վարչական պաշտոններ։ Եվ Ժիրայր Կարապետյան 2008 թվականից եղել է ոստիկան, աշխատել է ոստիկանության, ճանապարհային ոստիկանության ծառայությունում իրավաբանական բաժնում եւ դրանից հետո այդ ոստիկանը, այսինքն ոստիկանի պաշտոնից նշանակվել է 22 թվին կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ։ Հիմա ասեք, արդյոք այս քաղաքականապես ուղղորդված հանձնաժողովի անդամները ի վիճակի են հավասար մրցակցային պայմաններ ստեղծել ոչ թե իրենց քաղաքական թիմի, քաղաքացիական պայմանագիր կուսակցության, այլ ընտրական գործընթացի մյուս բոլոր մասնակիցների համար։ Թերահավատությունը շատ մեծ է։ Իհարկե, ամեն ինչը չի ընկճում մեզ ընտրական գործընթացի մասնակիցներից, որովհետև ժողովրդի իշխանության այս հզոր ուժի ազդեցության տակ այս ամենը չնչին դետալներ են լինելու որոշումների կայացման համար։ Ես ուղղակի խոսում եմ, թե ի սկզբանե սրանք ինչպես են ինստիտուցիոնալ համակարգ ստեղծել ընտրությունների գնալուց առաջ։ Եվ հիմա նայենք, թե ինչով է զբաղվում կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև ընտրությունների կազմակերպման այս շրջանը։ Երբ որ նայում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի նորությունների բաժինը, պարզվում է, որ հանձնաժողովը ինչ-որ միջազգային շփումների մեջ է առավոտից երեկո։ Այսինքն մի մարմին,
որը որ միջազգային համագործակցություն կարելի ասել պետքա որ սկի չունենա, որովհետև դա միայն ազգային կառույց է, որը պետքա Հայաստանում կազմակերպի ընտրություններ, ընտրական օրենսգրքի համաձայն, ֆինանսավորում, աջակցություն, այլ կազմակերպություններից, այլ երկրներից, նույնիսկ պետքա բացառվի, որովհետև օրենքում գրած է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության ծախսերը ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից եւ այլ բան չի կարող լինել, որովհետեւ եթե որևէ այլ կազմակերպություն փող է տալի կենտրոնական ընտրական հանձնաժողովին, թեկուզ ասենք աշխատակիցների վերապատրաստման կամ գործողումների համար, հարց առաջանում չէ, նրա շահը ո՞րն է։ Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի ֆունկցիան մեր երկրում ընտրություն կազմակերպելը ուրիշ բան իրանք չունեն անելու, այլ երկրի կառավարություն, այլ միջազգային կազմակերպություն, ինչի պիտի շահագրգիռ լինի, սրանց փող տա, որ սրանք մեր երկրում ընտրություն կազմակերպեն։ Եթե անում են, նշանակում է շահեր ունեն, բայց այդ շահերը իրանք կարող է ունենան, բայց մենք պիտի թույլ չտանք, որ դա լինի։ Ու դա ամեն ուղղությունների է վերաբերում։ Տեսեք, ես այս ամսաթվերով մի քանի լրատվություն ասեմ։ Ապրիլի 9, մի քանի օր առաջ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ եւ դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի հետ։ Ասում է, հյուրերին ընդունել է ԿՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստման ընթացքից։ Ինչ գործ ունի Ռուսաստանի դեսպանը հետաքրքրվի ընտրությունների նախապատրաստական ընթացքից։ Ես դեսպան եմ եղել, սիրելի հայրենակիցներ, 4 տարի Լեհաստանում։ Ես ոչ մի անգամ Լեհաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի չեմ հանդիպել։ Անկեղծ ասած, մտքովս չի անցել, որ պիտի հանդիպեմ։ Հանդիպեմ, ինչ խոսեմ։ Իսկ իմ դեսպան եղած ժամանակաշրջանում Լեհաստանում եղել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, Լեհաստանի Սեյմի Սենատի ընտրություններ, Լեհաստանի նախագահի ընտրություններ, հետո այդ երկրի ներքին կյանքի իրադարձությունն է։ Ես Հայաստանի կառավարության իշխանության ներկայացուցիչն եմ։ Ես ինչ գործ ունեմ հետաքրքրվում Լեհաստանում ընտրությունները ո՞նց են կազմակերպվում։ Ոչ միայն ես չեմ հանդիպել։ Ես իմ դեսպան գործընկերների հետ Լեհաստանում 95 դիվանագիտական առաքելություն կա, 95 դեսպան կամ գործերի հավատարմատար։ Ես նրանց հետ ամենօրյա շփումների մեջ եմ եղել, ամենօրյա։ Ես հələ ոչ մի անգամ չեմ լսել, որ որևէ երկրի դեսպան Լեհաստանում հանդիպի Լեհաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ։ Ես ում հասկանամ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի էսի շփումների մեջ է։ Մարտի 18, 26 թվականում Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը նստավայրը Թբիլիսի Էդիտե Մետնեն հյուրընկալվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Ասում է տեղեկատվության մեջ ԿՀ նախագահը ներկայացրել է օրենսդրական կարգավորումները ընտրությունների հիմնական գործողությունների նախապատրաստման ժամանակացույցը։ Դեսպանը աջակցություն է պատրաստվել հայտնի։ Դեսպանը օտար երկրի պիտի աջակցի։ Ոնց պիտի աջակցի։ Ինչու պիտի աջակցի։ Հարցեր է, չէ՞ սա։ Մարտի 12 Միջազգային հանրապետական ինստիտուտը այս տարվա փետրվարին իրականացված հետազոտության արդյունքները ներկայացրել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Մարտի 12 Հայաստանում Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավարը եւ խոսքի մամուլի ազատության տեղեկատվական հասանելիության խթանումը Հայաստանում ծրագրի ղեկավարը հանդիպել են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հետ։ Մարտի 9 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուրեմն դեկտեմբերի 18 հյուրընկալել է մասնակցել ընտրական գործընթացներում ռիսկերի կառավարման դիմակայունության ձևավորման եւ այլն շոր ծրագրի արտասահմանում։ Դեկտեմբերի 18 Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոլին հյուրընկալվել է կենտրոնական ընտրական ես շարունակ։ Ես ում հասկանամ, այս ինչ է կատարվում։ Ինչ գործ ունեն օտար երկրների դեսպանները, միջազգային կազմակերպությունները նման ձևով ներգրաված լինեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարելի ասել աշխատանքներում։ Եվ պարզվում է, որ նրանք ոչ միայն ներգրաված են,
այլ Հայաստանի իշխանությունները իրենք են հրավիրում օտար երկրների կառավարությունների, կազմակերպությունների միջամտելու Հայաստանի ներքաղաքական օրակարգին, ընտրությունների կազմակերպմանը։ Մեր հաջորդ նկարը հենց դրա վկայությունն է։ Երբ որ Արարատ Միրզոյանը Եվրոպական միությունից գնացել էր հանդիպման, մասնակցել ԵՄ արտգործնախարարների նախաճաշին եւ խնդրել աջակցություն, ֆինանսական եւ կազմակերպական աջակցություն Եվրոպական միությունից ուշադրություն Հայաստանի ընտրությունների վերաբերյալ։ Ես կարող եմ ձեզ ուղղակի մամուլից հրապարակումներ անել այդ թեմայով, որ եղել են մամուլում։ Ասենք 2025 թվականի դեկտեմբերի 15-ին ԵՄ անդամ երկրների աջակցություն են հայտնել ՀՀ ժողովրդավարական զարգացման, դիմակայունության ամրապնդման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հարցերում։ Հաղորդագրությունը տարածել է արտգործ նախարարությունը։ Ակնկալվող ֆինանսական օժանդակությունը 12 միլիոն դոլար է, որի կարիքը Հայաստանը հաստատ չունի։ Դուք պատկերացնում եք, ասենք Հայաստանը դիմել է Եվրամիություն 12 միլիոն դոլար տա, որ Հայաստանը ընտրությունների կազմակերպման հարցերում մեր երկիրը 12 միլիոն դոլար չունի։ Միայն 2025 թվականի դեկտեմբեր ամսվա իշխանության ներկայացուցիչների պարգևավճարների գումարը ավելին է, քան 12 միլիոն դոլարը։ Այսինքն մենք ինչի ենք, մենք մեր երկրում չենք կարող ընտրություն կազմակերպենք։ 2026 թվականի մարտի 16, մի քանի օր առաջ, մի ամիս առաջ, Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան երկրի ընտրություններից առաջացած սպառնալիքներին հակազդելու օգնելու համար, հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, որի խոսքերը մեջբերել է նրա ղեկավարած գերատեսչությունը։ Այսինքն ինչ նշանակում արագ արձագանքման խումբ։ Հետաքրքիր է Կայա Կալասը նման արագ արձագանքման խումբ ուղարկել է Ադրբեջան, այնտեղ տեղի ունեցած ազգային ժողովի նախագահի արտահերթ ընտրություններին մշտադիտարկում անելու, հակազդելու, օգնելու նպատակով։ Բայց դրանից որ չի արել, մտքով չէր կարող անցնի, որ կարատես բան լինի։ Ու հետո ինչ չեն ընդունել Ադրբեջանի ընտրությունների արդյունքները։ Թե համարում են, որ Ադրբեջանում ժողովրդավարական ընտրություններ ա եղել եւ ընդունում են այդ ընտրությունների արդյունքների ձևավորված իշխանությանը։ Բայց մեկ է գալիս ու միջամտում են Հայաստանի ներքին կյանքի իրադարձություններ, ընդ որում գիտեք ինչի համար է այդ օգնությունն իբր տեղեկատվական անվտանգության ապահովման, ասես բաներ են ասում են, Դանիել Հովհաննիսյանն խոսում է, ինչ տեղեկատվական տեխնոլոգիա, ինչ տեղեկատվական անվտանգություն մի երկրում, որտեղ ընտրությունները կազմակերպվում են թղթով։ Այսինքն on-line քվեարկություն մեր երկրում իրականացնում են միայն օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ եւ նրանց ընտանիքի ընտրական իրավունք ունեցող անդամները։ Մնացած կարծեմ 1000 հոգի մինչև։ Ինչ տեղեկատվական անվտանգ։ Եթե քվեարկությունը թղթով է, քվեարկության արդյունքների ամփոփումը թղթով է, on-line քվեարկություն գոյություն չունի։ Այսինքն տեղեկատվական տեխնոլոգիայի կիրառություն ընդդեմ չկա, որ անվտանգության խնդիր առաջանա։ Այսինքն ինչ որ մի տեղից Եղեգնաձորի տեղամասի տվյալները on-line փոխանցումը անվտանգության խնդիր է։ Սխալ կփոխանցեն, թուղթը տպած է, երբ պետքա կճշտվի կդրվի տեղը։ Ընդ ինչ փողի կարիք կա։ Ինչի պիտի օտար երկիրը կազմակերպություն, առավել եւս մի կազմակերպություն Եվրոպական միություն, որին Հայաստանը անդամ չի, որին Հայաստանը անդամության հայտ չի ներկայացել, բայց կա մի բան, որ Հայաստանում իշխող խմբակցությունը, միայն խմբակցությունը որոշում է օրենքը ընդունել, որ պիտի անդամակցեն Եվրամիությանը, ինչը ենթադրում է, որ չեն կարող անդամակցեն Եվրասիական տնտեսական միությանը։ Ես ուրեմն հասկանում եմ, աշխարհաքաղաքական զարգացումները ինչի են բերել դրել մեր երկրի ներքին քաղաքական։ Էս ի՞նչ միջամտություն է։ Ընդ որում այդ միջամտությունը պարզվում է, որ ոչ միայն տենց, այլ նաև քաղաքական հայտարարություններով։ Օրինակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդան, որը հայտարարում է Հայաստանում սպասում են ընտրություններ եւ իրենք ցանկանում են, որպեսզի
այս քաղաքական ուղեգիծը պահպանվի եւ իրենք աջակցելու են դրան։ Իսկ այդ քաղաքական ուղեգիծը պաշտպանելու է միայն Նիկոլ Փաշինյանը, անվերապահ աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ ԱՄՆ փոխնախագահ Վենս, որը ասում է Հայաստանում ուղիղ, եթե Նիկոլ Փաշինյանը առաջիկա ընտրություններում ունի աջակցության կարիք, ապա համարենք, որ այդ աջակցությունը արդեն տրված է։ Ու դրա հետ միասին վարչապետին ենթակա արտաքին հետախուզական ծառայություն, որը արդեն տարածել է հաղորդագրություն հիբրիդային հնարավոր պատերազմների եւ այլնի վերաբերյալ, որին հաջորդել է ներքին գործերի նախարարության հայտարարությունը, քննչական կոմիտեից քրեական վարույթի նախաձեռնումը։ Դից դա մեր հաջորդ լուսանկարն է, որ ռուսական հետք են փորձում փնտրել այս գործընթացում։ Արտաքին հետախուզության ծառայությունը դա վարչապետին ենթակա մարմինն է, որը ղեկավարում է քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում քաղաքական պաշտոն զբաղեցրած արտաքին գործերի նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն զբաղեցրած Քրիստինե Գրիգորյանը։ Նրանք մի հատ հաղորդագրություն են տարածում առանց նշելու որևէ երկրի անուն, բայց հաջորդ օրը Դանիել Իոնիսյանը հմեկում շատ հստակ պարզաբանում է, որ դա հենց Ռուսաստանն է։ Իրենց քաղաքական քարոզիչներից Հովսեփ Խուրշուդյան արդեն միանգամից խոսում է, այսինքն ու ընդ որում դրանից առաջ էլ հմեկով տեղեկատվական շերտն են ապահովում, հիբրիդային պատերազմը սիրելի հայրենակիցներ։ Դա նախ պատերազմի տեսակ է եւ ուղեկցվում է, այսինքն տեղեկատվական գրոհն է, որը իրականացվում է ռազմական գործողությունների, պատերազմական իրողությունների ժամանակ։ Այսինքն երկրի վրա կա ռազմական հարձակում պատերազմ, որը ուղեկցվում է տեղեկատվական գրոհներով։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, Հայաստանը Ռուսաստանի հետ պատերազմում է, ու Ռուսաստանն էլ այդ պատերազմի մեջ նաև հիբրիդային գործիք է կիրառում։ Իհարկե Հայաստանը Ռուսաստանի հետ չի պատերազմում, բայց Հայաստանը պատերազմում է մինչև հիմա չավարտված պատերազմ Ադրբեջանի հետ, որին աջակցում է Ադրբեջանին այդ պատերազմում անվերապահ աջակցում է Թուրքիան։ Այսինքն Թուրքիան Ադրբեջանի հետ պատերազմում են Հայաստանի դեմ, չնայած որ մի քանի պատերազմներ արդեն եղել է, նրանք հաղթել են այդ պատերազմներում, տալ են կապիտուլյացիայի, կորուստների, բայց շարունակում են իրենց նպատակները դեռ չի ավարտվել, նրանք ուզում են Հայաստանը վերջնականապես վերացնեն որպես պետություն։ Այսինքն նրանք մեր դեմ պատերազմում են եւ այդ պատերազմին միացրել են նաեւ հիբրիդային գործիքները, որոնց ֆինանսական եւ կազմակերպական աջակցությունը ստանում են մի միջազգային կազմակերպությունից, Եվրոպական միությունից, որին Հայաստանը անդամ չի, բայց որի անդամության թեկնածու է Թուրքիան եւ որի մաքսային միության անդամ է Թուրքիան։ Մի կազմակերպություն Եվրոպական միության, որի անդամ երկրների գերակշիռ մասը ՆԱՏՕ-ի անդամ են, որի անդամ է նաեւ Թուրքիան։ Հիմա պարզ է հիբրիդային պատերազմը իրականում որտեղից է գալի եւ հələ դրան ոչ միայն մենք չենք կարողանում դիմակայել, հələ մի հատ էլ կեղծ քարոզչությամբ դա փորձում են վերագրել իբր Ռուսաստանին։ Հիմա գանք ընտրական գործընթացի այս վերջին գաղտնագողի որոշմանը։ Ուրեմն ընտրությունների օրը հայտարարվել է ամիսներ առաջ։ Մենք գիտենք, որ հունիսի 7-ը ազգային ժողովի հերթական ընտրության օր է։ Այդ օրը նախագահի հրամանագրով սահմանելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն սահմանել է, հաստատել է ընտրությունների անցկացման ժամանակացույց։ Ըստ ժամանակացույցի ապրիլի 12-ից արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացվել կուսակցությունների կամ դաշինքների հայտերը եւ ընտրական փաստաթղթերը, այդ թվում ընտրական ցուցակները։ Դե բնականաբար կուսակցությունները մինչ այդ արդեն համագործակցում են միմյանց հետ, հայտարարություններ են անում, որ ստեղծեն դաշինքներ կամ առանձին գնան մասնակցեն ընտրություններին։ Եվ ահա ինչ է տեղ ունենում 2026 թվականի մարտի 31-ին ստեղծվում է նախընտրական դաշինք
որը կոչվում է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ 3 քաղաքական կուսակցություններ ստեղծում են դաշինք մարտի 31-ին։ Եվ բնականաբար նրանք պետք է արդեն գումարեին ապրիլին համագումար ընդհանուր ժողովը իրենց, որպեսզի իրենց նախընտրական ցուցակը ներկայացնեն կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Եվ այդ ժամանակ ոչ թե հերթական նիստի օր ազգային ժողովի, այլ ազգային ժողովը առավոտյան երկուշաբթի հրավիրում է խորհրդի նիստ ազգային ժողովի, հրավիրում է խորհուրդ ազգային ժողովի արտահերթ նիստ, որպեսզի այնտեղ քննարկվի քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներից մի քանիսի կողմից առաջադրված ընտրական օրենսգրքում փոփոխություն, ու փոփոխություն ինչի մասին է, որ նախընտրական դաշինքները չեն կարող կրել մարդկանց անուններ։ Նորից եմ կրկնում, այդ որոշման իրանք եկել են այն բանից հետո, երբ հայտարարվել է հրապարակայնորեն, որ ձևավորվել է Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը։ Երկրորդ ընտրական դաշինքը, որտեղ մարդու անվանում կա, գոյություն չունի։ Այսինքն միայն այդ դաշինքի դեմ ընդունվող օրենք։ Ու հիմնավորում չունի, այսինքն ոչ մեկ չի հիմնավորում, ինչի պիտի ենթադրենք մարդու անունը չլինի դաշինքի անվանում։ Դե դրա վատը ո՞րն է։ Մարդու անուն, ազգանունն է։ Ինչ վատ բան կա, երբ որ մարդը բոլորս ունենք անուն եւ ազգանուն։ Իսկ մեր հասարակության մեջ կան նաեւ երևելի գործիչներ, որոնց անուն ազգանուններով անվանակոչվում են ոչ միայն կուսակցությունների դաշինքներ կարող էին անվանակոչվել, այլև օրինակ փողոցներ, հրապարակներ, դպրոցներ, մարզադպրոցներ, մշակութային օջախներ, երբեմն նույնիսկ մի ամբողջ բնակավայրեր, օրինակ ասենք շրջաններ, Շահումյան, դա գրում է Ստեփան Շահումյանի անունը, Քրքորյան փողոցը գրում է ազգային բարերար, ազգային հերոս Քրքորյանի անունը, Սամվել Կարապետյանը նույնպես ազգային բարերար է։ Հիմա ինչի է արգելվում մարդու անունը օգտագործել նաև քաղաքական process-ում այն դեպքում, երբ որ այդ գործածումը նաև ազնիվ, այսինքն դաշինքի հիմնադրի անունն է կրում դա։ Հաշվի առնելով նրա հեղինակությունը, ճանաչումը, հասարակության մեջ ունեցած սերը, հարգանքը, վստահությունը, որ նա վաստակել է տարիների ընթացքում։ Եվ իրենք, որոնք անուններ չունեն, հեղինակություն չունեն, այդ խմբակը փոքրիկ որոշում են խափանել։ Սա ապօրինի ներգործություն, անհավասար պայմաններ են մի մարդու նկատմամբ, որոնց այդ նույն Սամվել Կարապետյան արդեն գտնում է ապօրինի անազատության մեջ եւ զրկված է ընտրական գործընթացի մասնակցելու հնարավորությունից։ Ասում ենք օրենքի ընդունում։ Օրենքը ընդունելուց պետք է ընդունի ազգային ժողովը, բայց պարզվում է այդ օրենքը ընդունելն ընդամենը այն խմբակցությունը, որը նախաձեռնել է դա, բացի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, ուրիշ ոչ մեկ կողմ չի քվեարկել այդ օրենքի ընդունմանը։ Ավելին, երբ որ առաջի քվեարկությունը կազմակերպում էին, երկու падգամավոր պակաս էր օրենքը ընդունելու համար, որտեղ դա սահմանադրական օրենք է։ Այնքան են սպասում, հետաձգում քվեարկությունը, որ այդ երկուսին, չգիտեմ, բուֆետներից, հաճույքի վայրերից, զվարճանքի վայրերից գտնեն, բերեն, որ քվեարկի եւ գտնում, բերում են, որ քվեարկի, բերման են ենթարկում։ Օրենք ընդունել նշանակում է ազգային ժողովի կանոնակարգով անցնել 3 ընթերցումներ։ Այդ 3 ընթերցումների ընթացքում պետք է լինեն քննարկումներ։ Ընտրական օրենսգրքի պարագայում այդ քննարկումները պետք է լինեն քաղաքական ուժերի, խորհրդանից դուրս գտնվող ուժերի։ Այսինքն ընտրական գործընթացի մասնակիցներից մեկը, ով որ նաև մասնակցելու է հաջորդ ընտրություններին, ընտրությունից 2 ամիս առաջ այնպիսի օրենք ընդունում, որը միմիայն իրենա ձեռնատու, որովհետև դրանով փորձում է հարվածել ամենամեծ, ամենաազդեցիկ մրցակցին։ Սրանք իհարկե խեղճության դրսևորումներ են, սիրելի հայրենակիցներ։ Այսինքն ընտրական գործընթացին պատրաստ ժողովրդի վստահություն ունեցող, բարձր հեղինակություն ունեցող որևէ քաղաքական ուժ կամ գործիչ նման ճղճիմ քայլերի որևէ կերպ չէր գնալու։ Սրանք արդեն հենց պարտության առաջին նշաններն ու վկայություններն են։ Եվ որոնք են մեր եզրահանգումները, որ շատ դժվար է այս հանցավոր ռեժիմի, այս բռնապետության դեմ, ով ունի առնվազն 2 պետության,
Թուրքիա եւ Ադրբեջանի նրանց դաշնակիցների ուղիղ աջակցությունը դժվար է փոփոխությունների գնալ ընտրությունների ճանապարհով։ Դժվար է, բայց ոչ անհնար։ Անհնար չի այն դեպքում, երբ որ ժողովուրդը ցուցաբերում է միասնականություն, որովհետև իշխանությունը չի պատկանում, Հայաստանում իշխանությունը չի պատկանում Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին, Ռեջեփ Թայիփ Էրդողանին, Վենսին կամ Կայա Կալասին։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ երբ որ ժողովուրդը իր իշխանության իրացման հարցում ցուցաբերում է սկզբունքայնություն եւ վճռականություն, դա մի հեղեղ է փոխաբերական իմաստով, որը իր ճանապարհին ոչինչ չի խնայում եւ հարթում է իր իշխանության ուժով իր արդար հոսքը, իր ճանապարհը։ Մենք հիմա ոնց որ թե ականատեսնենք այս փուլին, երբ որ հեղեղվում է մեր բոլորի միասնական ջանքերը, մեկտեղվում է դա։ Տեսեք, մի քանի ամիս ընտրական գործընթաց սկսել է, 3 կուսակցություն արդեն ստեղծել են ուժեղ Հայաստան դաշինքը։ Եվս 4 կուսակցություն, այդ թվում Հրանտ Բագրատյանի առաջնորդած Ազատություն կուսակցությունը, Ռաֆ Հովհաննիսյանի առաջնորդած Ժառանգություն կուսակցությունը, Կայունություն կուսակցությունը, ՀԺԱՄ-ը անվերապահ աջակցություն են հայտնել Սամվել Կարապետյանի գլխավորած դաշինքին։ Եվս 3 կուսակցություններ, Արթուր Վանեցյանի գլխավորած Հայրենիք կուսակցությունը, Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը, Վազգեն Մանուկյանի գլխավորած ուրեմն ԱԺՄ-ն հայտարարություններն արել, որ առհասարակ բոլոր ընդդիմադիր ուժերն էին պատրաստ աջակցել չմասնակցելով ընտրություններին, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի նախընտրած դաշինքին։ Այսինքն հեղեղվում է մարդկանց հոսքը գնալով թափ հավաքում։ Եվ ինչպիսի մեքենայություններ, ինչպիսի համակարգեր փորձեն նրանք ստեղծել, լինի կենտրոնական ընտրական հանձնաժողով, լինի սահմանադրական դատարան, որտեղ կարող են բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, լինեն այլ կառույցներ, միևնույն է ժողովուրդը իր վճռական ճանապարհը հարթում է։ Եվ ես կոչ եմ անում ձեզ նայել 1 օր առաջ Կիրակի օրը 168-ում հեռարձակված դասեր հաղորդաշարի հերթական թողարկումը, որտեղ Սաթիկ Սեյրանյանին փոխարինում է այդ մի թողարկմանը Դավիթ Սարգսյանը, իմ շատ լավ ընկեր, գործընկերը, բարեկամ, եւ մենք ես եւ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, որը առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Սահմանադրության նախագծի մշակման, այլ նաեւ ընտրական օրենսգրքի նախագծի մշակման գործընթացում իրականացրել ենք համապարփակ քաղաքական եւ իրավական վերլուծություն երեքով, այսինքն եւ Դավիթը իր պրոֆեսիոնալ ասպեկտներով, ես քաղաքական մոտեցումներով, Վարդան Պողոսյանը իրավական ասպեկտներով համապարփակ վերլուծություն ենք իրականացրել, որը կարա առանց ավելորդ համեստության, ասում եմ, մեթոդական ուղեցույց լինի ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար։ Եվ մեր եզրահանգումը այնտեղ շատ հստակ է։ Այդ եզրահանգումը ես ուզում եմ ներկայացնել նաև այս թողարկման ընթացքում։ Պետք է բոլոր քաղաքացիները մասնակցեն ընտրություններին, ինչքան մեծ լինի ընտրողների մասնակցությունը, այնքան մենք ունենանք ավելի մեծ հնարավորություն սելավի ուժն է։ Բոլորից ներկայություն ընտրական տեղամաս մասնակցություն քվեարկությանը, իսկ քվեարկությունը իրականացնել ընդդիմադիր քաղաքական ուժերի, իսկ ձայների փոշիացման ռիսկերից խուսափելու համար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի օգտին։ Այսքան այս թողարկման համար սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ սպասեք մեզ նաեւ հաջորդ շաբաթ։ Լավ եղեք։